Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչ Էրիկ Եղինյանն եմ, ես մի փոքր վատառողջ եմ, ձայնս խզված է, ինչպես արդեն հիշում եք իմ նախորդ տեսանյութում ես ցուցադրեցի, թե ինչպես է Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը երկաթյա ուղղապարանը գցել անտուն շան վիզը եւ շանը քարշ էր տալիս մոտ 30 մետր հեռավորության վրա կայանված Ford Magnus-ի ավտոմեքենան. Այդ ժամանակ ես մոտեցա շանը կտտանքների ենթարկող այդ Հովհաննես Թորոսյանին եւ վերջինիցս պահանջեցի անմիջապես դադարեցնել անտուն շան նկատմամբ դրսեւորվող այդ դաժան վերաբերմունքը, որից հետո այդ Հովհաննես Թորոսյանը վախի ազդեցության տակ գլխապատառ փախուստի դիմեց այդ տեղից եւ դեպքը տեղի էր ունենում Ստեփանավանի քնչական բաժնի դիմաց եւ այնպիսի գլխապատառ արագությամբ փախուստի դիմեց այդ Հովհաննես Թորոսյանը, որ նույնիսկ այդ Ford Magnus-ի ավտոմեքենայի վարորդը թույլ տվեց ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում եւ երկու անգամ հատեց հոցգիծը, ինչպես նաեւ երթևեկեց հանդիպակաց ուղղությամբ, որը օրենքով անթույլատրելի է։ Այդ մասով նույնպես ես բողոք եմ ներկայացրել ոստիկանության պարեկներին եւ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար այդ Ford Magnus-ի ավտոմեքենայի վարորդը տուգանվել է եւ ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Այդ բոլոր տեսանյութերը առկա են իմ YouTube-յան ալիքում, նաև տեղեկացնում եմ, որ այդ դեպքից մի քանի օր հետո Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից Հովհաննես Թորոսյանը զանգահարել էր ինձ եւ ինձ կաշառք է առաջարկել, որ ես գումարի դիմաց իմ YouTube-յան ալիքով ցուցադրեմ այդ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձնից պահանջված տեսանյութը, սակայն բնականաբար ես հասկանալով, որ այդ Հովհաննես Թորոսյանը ցանկանում է ինձ իր ծուղակը գցել եւ հասկանալով, որ այդ Հովհաննես Թորոսյանի զանգը ուղղորդված է, եւ ես բնականաբար մերժեցի Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ ուղված կաշառքի դիմաց YouTube-ով ինչ-որ պատվերով տեսանյութ ցուցադրելու այդ ինձ ուղված պահանջը եւ հրաժարվեցի Հովհաննես Թորոսյանի պահանջը կատարելուց։ Ուստի ազգային անվտանգության ծառայությանը կոչ եմ անում ձեռնարկել օպերատիվ հետախուզական միջոցառումներ եւ վնասազերծել ինձ կաշառք առաջարկած այդ Հովհաննես Թորոսյանին, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ինձ զանգահարած եւ ինձ կաշառք առաջարկած Հրանտ Դավոյանի այդ աշխատակից Հովհաննես Թորոսյանը ներկայացել է, որ իբր ինքը հայ-ռուս գազարդի աշխատակից է, այսինքն Հովհաննես Թորոսյանը քողարկվել է հայ-ռուս գազարդի աշխատակցի անվան տակ, սակայն ես բնականաբար միանգամից հասկացա, որ այդ անձը ստում է եւ ցանկանում է ինձ իր ծուղակը գցել։ Այժմ ցուցադրում եմ այդ Հովհաննես Թորոսյանի կողմից ինձ զանգահարելու ժամանակ ինձ կաշառք առաջարկելու վերաբերյալ մեր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ձայնագրությունը եւ այս ձայնագրությունը կատարել եմ ես ինքս։ Հիմա ես հրապարակում եմ այս ձայնագրությունը, որպեսզի ազգային անվտանգության ծառայությունը ականջալուր լինի այս ամենին եւ վնասազերծի ինձ կաշառք առաջարկած Հրանտ Դավոյանի կազմակերպության աշխատակից այդ Հովհաննես Թորոսյանին։ Ալո, բարև Էրիկ ջան, բարև։ Ուրեմն բանա, ձեր համարը նելին ա տվել, վաղը ռուսներ են գալու բանի համար էլ ես, Երևանի կապակցությամբ։ Ես ուզում եմ, որ դուք նկարեք, տեղադրեք ձեր YouTube-ը, տեսանյութը բան անենք, էլի նա բարձրաձայնենք։ Ոնց ա ձեր вообще պայմանները։ Ով ա գալու։ Ռուսներ են գալու այս Երևանի կապակցությամբ։ Այրոպորտով դիմավորենք, տես նկարանելով, տանենք Երև, իրանք ծաղիկներ պետք է դնեն ու բան անենք, էլի հանրայնացնենք, էլի ես բանը, տեսանյութները։ Ձեզ ինչ պետք է վճարենք։ Ես վճարով ոչ չեմ անում։ Ես ուղղորդված եմ անում։ Ինչա՞։ Դուք ինչ ուղղորդված զանգեր եք անում, ինչ վճար, ինչ բան։ Չէ, ես բանից եմ էլի։ Գնացեք ուրիշին դիմեք, ես վճարով ոչ։ Հայրուս գազարտից եմ ես, Էրիկ ջան։ Ինձ խնդրել եմ մի լավ լրագրող ու հանրայնացնեմ։ Չեմ։ Հա, դուք լրագրող չեք, բան էլին ասես լրագրող ա։ Սուտ են ասել։ Ես լրագրող չեմ ու վճարով ոչ մի բան չեմ անում, գնացեք դիմեք ուրիշին։ Всё, եղավ, լավ, եսա բան եմ։